Ողջույն սիրելի հետևորդ, այսօր մեր 7-րդ դասն է, կանցնենք 14 եւ 15-րդ էջերին։ Այսօրվա մեր թեման է մելոդիկ եւ հարմոնիկ ինտերվալները։ Դրա մասին ենք անցնելու։ Օրինակ մելոդիկ ինտերվալս, ինչ է նշանակում մելոդիկ, Մելոդիկ դա մեր մեղեդի մասին է։ Մենք գիտենք արդեն։ Իսկ հարմոնիկ դա նշանակում է միաժամանակ մելոդիան, մեղեդին, որ հնչում է առանձին։ Իսկ ինտերվալ, ինչ է նշանակում ինտերվալ։ Սա գալիս է լատիներեն, ուրեմն ծագումից inter նշանակում է միջև, իսկ was, այսինքն was նշանակում է անգլերենով պատեր, իսկ լատիներենով volume, դա պատնեշներն են, պատերն են։ Հիմա օրինակ սա մեր դոն է, ասենք, տեսեք, ինքը պատեր ունի, չէ՞։ Այս պատերից ներս մեջ, սա արդեն ինտերվալ է, դրա համար անվանում ենք, ասենք, իր անուններով։ Շատ կարևոր է դրանք, որպեսզի մենք կարողանանք արդեն նոտաները ճիշտ կարդալ ու արագ կարդալ։ Գնացինք առաջ, տեսնենք սա ինչ է։ Distance between tones are measured in intervals called seconds, thirds, fourths, fifths, etc. Ուրեմն ասում է այդ տարածությունը տոների միջև, հնչյունների միջև նրանք ասում է կազմում են ինտերվալներ, որոնք կոչվում են սեկունդա, տերցիա, կվարտա, կվինտա եւ այլն, Մենք ունենք շատ հնչյուններ, 7 հնչյուններ ունենք, բայց ինտերվալները շատ են, բայց մենք սովորենք քայլ առ քայլ ինտերվալները, թե հաջորդականությամբ ոնց են գնալու։ Իսկ այսօր անցնելու ենք հենց երկրորդին ու երրորդին, այսինքն սեկունդա եւ տերցիա։ Իսկ սեկունդը անվանում է էլի լատիներից է գալի, երկրորդ է կոչվում։ Տերցը նույնպես գալիս է լատիներեն անվանումից, կոչվում է երրորդ։ Ունենք նաև second, 1 second, այսինքն նշանակում է վայրկյան։ Չշփոթեք այդ second-ի հետ, որովհետև սա անվանում է secunda, ինտերվալ։ Ինտերվալի անունն է, ոչ թե նշանակում է վայրկյան, սա երկրորդ է նշանակում, Կարող է օրինակ մեկ ասեմ, այս սա ունի հոլանդերեն ասում եմ, սա 4 տևողություն ունի, 4 սեկունդա, ինեին մատ, չէ՞։ Օրինակ 1 2 3 4 վայրկյանների մասին է խոսքը։ Իսկ սա համարում ենք մեր ինտերվալային անունը։ Օրինակ notes played separately make a melody։ Իմացանք, որ արդեն եթե հնչյունները օրինակ առանձին են հնչում, մեղեդի են, նշանակում է նրանք արդեն մեղեդի են կազմում։ Իրար հետևից տեսնում եք, միաժամանակ չենք նվագում։ Օրինակ we call the intervals between these notes melodic intervals։ Նոր ասացի, որ մենք արդեն այս տարածության նոտաների միջև գտնվող այս տարածությունը անվանում ենք մելոդիկ ինտերվալներ։ Play these melodic seconds and thirds, listen to the second of each interval, Եվ ասում է նվագիր այս մեղենդային սեկունդա եւ տերցիաները եւ լսիր թե ինչպես է նրանք հնչում։ Սա մասին է խոսքը, հիմա ձեզ բացատրեմ արդեն ինչումն է։ Տեսնում ենք, սա արդեն մեր հնգակիցն է, նախորդ դասից արդեն անցել ենք մեծ ground staff-ի մասին։ Նայում ենք անպայման, որ սոլի բանալին է, այստեղ սա մեր սոլի գիծն է, երկրորդը, հիշեք, երկրորդ գծի վրա սոլն է, եւ ֆայի բանալին է, արդեն սովորեք գրել ֆայի բանալի նոտան եւ սոլի բանալի նոտան կրկնեք։ Սա էլ մեր 4-րդ գիծն է, տեսեք։ 1 2 3 4 4-րդ գծի վրա արդեն մեր ֆա նոտան է գտնվում։ Անցել ենք նաև այս տևողության դադարները, սա համարժեք է 4 քառորդ տևողության դադարի, որ դադար է։ Այս ձեռքով երկու օրինակ չափ տևողությամբ չենք նվագելու։ Նույնն էլ այստեղ։ Հիմա մենակ աջ ձեռքում ենք նվագելու ու հաշվելու ենք, բայց միշտ դեռ անցնելը բացատրեմ, թե ինչ է ինտերվալը։ Տեսեք այստեղ, օրինակ մենք հիմա ունենք այս մեր դոն, սա հիմքն է, Դոից անցում ենք կատարում, մեկ քայլ այս կողմ, աջ, կապ չունի, մեկ քայլ ձախ կամ աջ, սա համարում է 2, այսինքն 1 2։ Դրա համար համարվեց սեկունդա, անունն է, second, Իսկ այստեղ արդեն, որ եթե գնում ենք դոից մի թռիչք են կատարում, դառնում է մի, արդեն դառնում է տերց։ Սրա անունն է, այս պատերը, տեսնում եք, պատերի ներսում, արդեն դառնում է սա դոից մի տերցիա։ Տեսեք, մեջտեղում արդեն ռեն է, ռե նոտան է։ Դրա համար այստեղ էլ, եթե տեսնում եք, ինքը արդեն միանգամից տեսնում եք, միանգամից իրար մոտ են շատ գտնվում, կարող եք տարբերել արդեն, որ սա սեկունդան է, իսկ սա
հեռավորությունը, տես քիչիչ իրարից հեռվանում են, այսինքն սա էլ արդեն տերցիա է կոչվում։ Կրկնելու են օրինակ դո, ռե, դո, մի։ Մեջը գրված է տառերը, անունները, կարող եք ինքներդ արդեն տառերը գրել կամ ես ձեզ հուշում եմ կատարել այդ գույներով կարող եք այս պոչիկները ներկել, օրինակ ռենոտան ինձ մոտ տեսեք, օրանժն է, հա, գազարագույնն է, այսպես, հա, կարող եք ինքներդ այդ պոչիկները ներկել, հա, մինել, տեսեք, դեղին գույնով, առայժմ ներկեք, մինչդեռ չգիտեք նոտաները, հետո արդեն որ լավ սովորեք, կարող եք արդեն հա, ուրիշ մեթոդ օգտագործել, հետո կգնանք այդ դրա մասին եք խոսենք, տեսեք, հիմա այստեղ ձախում, հիմա աչում դադարն է, ձախում ենք նվագելու, տեսեք, դիրքը այստեղ դո ենք վերցնում, 1, 2, 3, 4, 5, հա, իսկ այստեղ դիրքը վերցնում ենք այստեղից, դիրք ներքև, հա, ձախ ձեռքի համար, որ ձեր առաջին մատը գա այս սոլ նոտայի վրա, այս սոլ հնչյունի վրա, և այստեղ էլ տեսնում ենք, արդեն հիմա իջնում է, տես այստեղ բարձացավ, իսկ այստեղ իջնում է, այսինքն սիկունդ, 1 քայլ իջավ ներքև, տեսեք այդ սոլից 2 քայլ իջավ ներքև, սա էլ արմանում է տերց, սեկունդ, տերց, ամեն նվագելուց կարող եք դուք էլ ինքներդ նշել, օրինակ ասել, սա սոլից չէ, ասում եք սեկունդա, տերց, սա պետք է լինի, ասենք ձեր հիմքը, հա, ոնց որ դոներ է ժամանակ հիմքը, հիմա էլ սոլն էլ է այդտեղ, հիմա ես էսի կհաշվեմ, տեսեք, օրինակ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, իսկ հիմա կդիրքավորեմ ձեռքը, տեսեք, և ձախը, գնացինք, 1, 2, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, շատ հեշտ է, ընդամենը պետք է հետո ստեղների վրա արդեն ցույց կտամ, թե ոնց է գնում, անցնենք արդեն ներքևը, դե տեսնում ենք արդեն այս կետերը, նշանակում է, որ նորից պետք է նվագենք 2 անգամ, ինչ ենք անցնելու այստեղ, the following these excerpts contain only repeated notes and melodic second and third, տեսեք ասում է այս հաջորդ ուրեմն excerpts, այս հատվածները իրանց մեջ պարունակում են կրկնվող, repeated notes և այս մեղեդիները, հա, կրկնվող սեկունդաներ և տերցիաներ, այսինքն այսօրվա մեր դասը սեկունդա և տերցիաներն ենք անցնելու 2 և 3 և անցնելու ենք նաև dynamic signs, տեսնում ենք, երբ որ սենց տեսնում ենք մեր օրինակ ուղղանկյան մեջ նման փոքր հատվածները արդեն նորություն են սրանք, ավելի լավ է ձեր մոտ գրառումներ անեք, որ հիշեք թե ինչ են սրանք օրինակ մարկերներն են, պիանո, որտե պիանոյից եկած այդ դաշնամուրի իտալական մեր ծագումով կարճ նախշերն են, որ գրվում է տես մարկերն է, այսինքն պիանո, ինքը պեա գրվելու ու նշանակում է մեղ, ցածր հնչողություն, հաճախականությունը, ցածր հաճախականություն, tell how loud or soft to play, այսինքն մեզ ասում է, թե ինչքան բարձր կամ ցածր պետք է այն հնչի, սա էլ անցանք, արդեն տեսնում եք այստեղ է գրվում, այսինքն սա պետք է վերաբերվում է բոլոր 4 չափերին, ինչև այստեղ, հա, նորից կրկնելու ենք, տեսեք, այսինքն մեղմ ենք նվագելու, 4 քառորդ է, այստեղ ունենք, տեսեք, դո, 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 ռե, իսկ որն է դոն, սա մենք ասում ենք unison, այսինքն մեկ ձայն, հա, ինքը առանձին ձայն է, որ քայլ չի անում, մնում է իր տեղում, սա մենք անվանում ենք պրիմ, հա, այդ unison, այսինքն մեկ ձայն, ոնց ենք ասում unison, միաձայն, օրինակ տեսեք, այստեղ ցույց տամ, ինքը տեսեք դոնա ու ինքը չի շարժվում, սա համարվում է 1, ինտերվալ 1, այսինքն այդ տարածությունը համարվում է 1, իսկ այստեղ 2, 3, 4 և այսպես շարունակ, տեսենք, հիմա այստեղ մենք ունենք 1, 2, այսինքն միաձայն պրիմ ունենք, հա, հետո այստեղից արդեն միանգամից ռե է գնում, դա նշանակում է, որ մեր սեկունդան է, այստեղից էլ է միանգամից ռեից մի, այսինքն սա էլ է սեկունդ, այստեղից էլ իջավ միից ռե, սա էլ է սեկունդ, տեսակ, այսպես բարձրացավ, հետո իջավ,
հաջորդաբար։ Իսկ այստեղ ինչ է տեղի ունենում, տեսնում եք տարածությունը մեծացավ, ուրեմն սա տերցիա է, տերցիան է, այդ 3-ն է, հա, դոից մի, հետո էլի սեկունդ, էլի պրիմ ու իջավ էլի սեկունդ։ Տեսնում եք, այսպես արդեն ինտերվալները կարող եք ինքներդ վարժանք կատարել ու սովորել այս ինտերվալները, որ միանգամից կարողանաք կարդալ, տեսնել, հա, թե ինչ տարածությամբ է, միանգամից դուք կարողանաք այդ թռիչքը կատարել, որ չմտածեք, որ սա որ նոտաներ կամ այսպես էլի։ Հետո հիմա ես ուզում եմ սա հաշվել, նայեք, 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 տեսանք, որ ձախ ձեռքը դա դադարն է, ուրեմն դիրքավորում ենք կենտրոնը, դիրքավորում ենք ձեռքը, տեսեք, առաջին մատը, գնացինք 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Այս երկի անունն է Au clair de la lune, այսինքն ինչ որ ֆրանսիական օրորոցային երգ է, հա, մանկական, շատ գեղեցիկ է, կարող եք ինքներդ սա համացանցով, հա, YouTube-ով գտնել ու լսել, ֆրանսիական է, շատ սիրուն է։ Եվ անցանք արդեն հաջորդին, տեսեք, այստեղ ունենք արդեն դինամիկ նշանների, այս տեսեք մեծո ֆորտե, որը նշանակում է միջին, մոդրատ լիլավիտ, հա, անցել ենք սա արդեն, որ մատղ, չափավոր, հա, ոնց որ ունենք պիանո, մեզո ֆորտե, ֆորտե, սա միջինն է, ֆորտեն էլ ուժեղ, էլի, այդպես, անցանք այստեղ, տեսեք, ասում է Tisket, Tasket, սա էլ շատ հայտնի, շատ սիրուն գործ է, երգ է, հայտնի ջազ է, ինքը ասենք 19-րդ դարի վերջի կարծեմ այդպես ջազային շատ գեղեցիկ կատարում է, կարող եք ինքներդ լսել, ինքը Tisket, Tasket, ինչ որ նամակի մասին է, հա, զամբյուղի մասին է, նամակամայրիկին ուղարկում, ես լսել եմ, շատ սիրուն է ինքը, ձեզ էլ խորհուրդ եմ տալի, լսեք այս ջազը։ Ուրեմն այստեղ տեսնում ենք արդեն աջ ձեռքը դատարկ է, այսինքն ինչ ենք անում, այստեղ դադար ենք վերցնում, ձախը դիրքավորում ենք, որտեղ ենք դիրքավորում, իհարկե այստեղ, տես, կենտրոնից դեպի ձախ, որ մեր առաջին մատը ընկնի սոլի վրա, 5-րդ մատը այստեղ։ Հիմա այստեղ մենք ունենք արդեն կես նոտա, 200 նոտա, 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Հիմա ուզում եմ, հա, սա էլ 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Ինչպես տեսանք, սա արդեն աջ ձեռքն է դադար վերցնում, հա, ու այստեղ մենք ունենք արդեն ձախ ձեռքը, ուշադիր պիտի լինենք, ինչպես որ դիրքավորել էինք, այստեղ արդեն ֆայից, հա, սկսում է ու երկրորդ մատով։ Հիմա արդեն կնվագեմ, տեսեք, ուրեմն, գնացինք, մատը արդեն տրված է, տեսեք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 Այսպես է հնչում, հետո ստեղների վրա իհարկե արդեն էլի ցույց կտամ, սա մեր 14-րդ էջի մասին էր, սովորեցինք ինտերվալներ, սա էլ արդեն պարզ երևաց, որ ինքը, տեսեք, սոլից մինչև մի, ընկած այս տարածությունը, ինքը տերցիա է, տերցիան է, իսկ այս միից մինչև անմիջապես, որ բարձանում է վերև, ինքը արդեն սեկունդա է, այսպես ինքներդ էլ կարող եք վարժանքներ կատարել, հա, ինքներդ ձեզ հարց տալ, ինչ ինտերվալ է սա, օրինակ այս տարածությունները, այդպես սովորեք ու արդեն կարդակ, հեշտ կարդակ, որպեսզի չմտածեք ինչ նոտա է։ Գնացինք առաջ ուրեմն դեպի 15-րդ էջ, բայց նախքան այդ էջը կանցնենք ինչ-որ մի վարժանքի։
Նախորդ դասից արդեն մենք սոլի բանալի բառախաղերը տեղադրել էինք, մենք սովորեցինք։ Հիմա անցնելու ենք արդեն բասի բանալիին, որը որ գտնվում է, տեսեք, 1 2 3 4-րդ գծի վրա, արդեն գիտենք մեր ֆա նոտան է։ Իսկ այս մեծ grand staff-ը, գիտեք, չէ՞, կենտրոնը, որ կարմիրով նշված է, մեր դոն է։ Այստեղ պետք է դիրքավորենք մեր ձեռքը։ Իսկ այստեղից արդեն իջնում է դեպի գնում է բասի բանալին։ Այստեղ է նույնությամբ ունենք 5 գծեր եւ տողամիջում 4 հատ նոտաներ տողամիջում արդեն։ Սրանք էլ ունեն այդ անվանումները, արդեն ուրիշ անվանումներ ունենք, օրինակ այս G-ով, հա, սա որպես G անվանում, բայց կարող ենք ասենք նաեւ օրինակ good burger, հա, deserves fries always, այսինքն հոլանդերենով ասված ein goede burger verdient altijd friet, հա, ոնց որ հայերենով է եթե ռեստորան են գնում, գիտեք, որ ամեն մի բուրգերի հետ ոնց որ տալիս են այդ կարտոֆիլ ֆրին, հա, ասում է deserves, այսինքն արժանի է կարտոֆիլ ֆրի ամեն օր, էլի լավ բուրգեր, այսպես ասած։ Հայերենով չի համակրում իհարկե, բայց դրա համար պետք է անգլերեն սովորել։ Կամ ունենք, տեսեք, այսինքն տողերի մեջ ունենք նույնպես ոնց որ սա ան է, չէ, ասենք ասում է all cows, հա, eat grass, cows, այսինքն բոլոր կովերը ուտում են խոտ, գրաս, և հոլանդերեն ասում է ալը կույեն, հա, eaten խրաս, սենց ինչ-որ բան, բայց ունենք նաև հոլանդական տարբերակ իհարկե, կարող ենք օգտագործենք օրինակ խուդը բուկն, դուն ֆրիս ան, հա, կամ էլ այս տողամիջերում ասում է ալը կարնավալս էվն խուդ, հետո արդեն ինքներս կավելացնենք, եթե պետք լինի, հիմա սրանով կարող եք, հետո արդեն կտեղադրեմ ուրիշ տարբերակ էլ, դուք ինքներդ որոշեք ինչ մեթոդ եք ընտրում, հա, կամ հայերեն տարբերակ, ինչ-որ բառեր մտածեք, մրգերի անուններ կամ ինչ-որ երաժշտական գործիքների անուններ, եթե հետևում եք մանկահասակների համար, օրինակ անչափահասների համար, իմ դասերը այնտեղ արդեն քիչ-քիչ երաժշտական գործիքներին ենք ծանոթանում, հա, երեխաները, որ իմանան այս բառերը, տառերը ոնց մտաբերեն։ Սա այսպես կարող ենք նաև հետո արդեն վարժանքներ, սա էլ կտեղադրեմ արդեն իմ բասի բանալի, հա, դասընթացի համար, որ այստեղ արդեն այս բառախաղերով, օրինակ այստեղ վերևում, տեսնում եք, դի տառը տեղադրենք, ինչա, 4-րդ գծի վրա է, եթե 4-րդ գծի վրա է, 4-րդ գծի վրա որն էր, fries, չէ՞։ Ասում են good burger deserve fries always, այսքան այս fries, F-ը, պետք է գրենք այստեղ, շատ հեշտ է, կամ էլ իմացանք արդեն, որ F-ը, սա ֆայի բանալին է, մի անգամից արդեն գրում ենք F, են հաջորդը արդեն սա երկրորդը օրինակ երրորդ գծի վրա է, հա, 1, 2, այս երրորդ, deserves, հա, արժանի է, հայերենում իհարկե չի համակրում, D-ով, արդեն իմացանք, որ սա դն է, իսկ այստեղ արդեն դուք ինքներդ պետք է, ան, որտեղը ան, սա all cows eat grass, այս էլ անա, խնդրեմ, գտնվում է առաջի և երկրորդ գծերի մեջտեղում, այստեղ կարող եք նշել, այսպես կարող եք այս վարժանքները անել, անպայման կտեղադրեմ, որ տպեք ինքներդ սա այս վարժանքները կատարեք, սա այս բառախաղերի մասին էր և արդեն հիմա կանցնենք 15-րդ էջին։ Անցանք 15-րդ էջին, ուրեմն հարմոնիկ ինտերվալների։ Հարմոնիկը դա նշանակում է արդեն հարմոնիան, հա, իրար հետ համագործակցելուն, մենակ չէ, այսինքն մեղեդիական չէ, իրար հետևից հնչելու են արդեն տեսեք, նոտաները իրար վրա են գրված։ Երկու նոտա միառժամանակ պետք է նվագենք, դա հարմոնիան է։ Եվ այստեղ արդեն ասում է, տեսեք, notes played together make harmony, այսինքն նոտաները, որ իրար հետ են նվագում, նրանք կազմում են հարմոնիա, and we call the intervals between these note harmonic intervals, մենք այս անվանում ենք այս ինտերվալները, այս between this note, այսինքն նոտաների միջև ընկած արդեն համարվում են հարմոնիկ ինտերվալներ։ Play these harmonic second and thirds, այսինքն listen to the sound of each interval, այլ նույնն է, ասում է պետք է սա նվագել այս հարմոնիկ ուրեմն սեկունդաները եւ տերցիաները եւ լսել թե ինչպես է նրանք հնչում։ Մենք արդեն իմացանք, որ տեսեք, հիմա էլի նորից գնում ենք ուրեմն հնգագծին, մեծով ֆորտե անցանք արդեն, որ նշանակում է դա մեր մատը, հա, չափավոր պետք է հնչի, ամբողջը, տեսեք, այստեղ էլ արդեն սրա մասին է խոսքը, որտեղ այստեղ դադար է,
պետք է կրկնենք, ու այստեղ արդում է second, third, second, third, այսինքն secunda, terz, կարող եք այդպես անվանել, հիմա պետք է դիրքավորենք, տեսեք, օրինակ սա մեր կենտրոնն է, աջ ձեռքն է, ուրեմն այստեղից պետք է դիրքավորենք, ու դոն և ռեն իրար հետ ենք նվագելու, սա որպես secunda, հետո արդեն հաջորդը դո մին իրար հետ պետք է նվագենք, մատերը նշված են, ուշադիր եղեք, այստեղ դոն ռեն արդեն 1-2 է, իսկ այստեղ 1-3, տեսեք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, կես նոտաներ են, երկու քառ նոտաներ, դիրքավորում ենք, գնացինք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ձախ ձեռքը, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, այնուտ նույնս պետք է կրկնել, ինչպես լսեցիք արդեն սեկունդան, այսպես դիսոնանս է հնչում, ինչ-որ սենց սուր, ինչ-որ մի հնչյունները իրար շատ մոտիկ են, դրա համար, իսկ իստեղ արդեն տարածություն կա, դրա համար կարող եք արդեն տարբերել, հիմա որ ես նվագեմ, արդեն կհասկանայք, որ սա սեկունդայի մասին է, սա տերցա, հնչում է ավելի տարածության մեջ, դրա համար, անցնենք հաջորդին, մեր հաջորդ դինամիշը, այս ֆորդախտեյկներն են, որ բարձր և ցածր հաճախականության ունակ նախշերն են, սա ֆորտեն է, բարձր հնչողությունն է, անցնենք առաջ, ռոքին ինտերվաս, այսքան ռոքին էլ դե գիտենք, ուրախ այդ էներժիկ ռոքին ռոլ, ռոքինը երաժշտության մասին է խոսքը և ինտերվալներն է, ուղղակի ուզում եմ ասել, որ արդեն այստեղ ուրախ են հնչում, ինչ-որ մի ջազային ստեղծագործության մասին է խոսքը, օրինակ այստեղ տեսեք brightly, ասենք լուսավոր, rest for one count, այսի անցել ենք արդեն, տեսեք, սա մեր 1/4 տևողության պաուզան է, դադարն է, որը արդեն անցել ենք, գիտենք, որ այստեղ պետք է ձեռքը բարձրացնել, բայց հաշվել, մենակ ֆորտե տրված է, մինչև այստեղ, հետո արդեն այստեղից նորից ֆորտե տրված, մինչև վերջ, եկեք հաշվենք սկզբից, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, տեսակ, այնուհետ նորից պետք է կրկնենք, և այստեղ ինչ տեսանք, նորից տեսանք, աջ ձեռքը, երբ որ դիրքավորում ենք, այդ say position, say position, see position, say դիրքը, այսինքն այստեղ, ինչ է կատարում, տեսեք, սա 4-րդ մատն է, 4-րդ մատով պետք է մենք գանք մի քայլ ներքև, այսինքն սա սեկունդա ինտերվալ է կոչվում, հետո որ մի հատ քայլել ենք արդեն ներքև գալիս, սա էլ է սեկունդա տևողություն, և այս պաուզաները, հետո ես հետ կանցնեմ այսպիսի մի վարժանք, ոնց ենք չափ տալի, 1, 2, 1, 2, հետո 1, 2, 3, 1, 2, 3, կամ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, սրան էլ կանրադառնանք, հետո արդեն կսովորենք ընթացքում, և հիմա անցնենք արդեն, տեսեք, այստեղ կարող ենք երգել նույնիսկ, դե հասկացանք արդեն ինտերվալները, rock is օրինակ melodic, տեսեք, ուզում ասի, այստեղ այդ աշխույժ ուրախ երաժշտությունը մեղեդիական է գնում, այսինքն միաձայն, տեսեք, այստեղ օրինակ unison, արդեն բացատրեցի, որ սրանք գնում են միաձայն, այսինքն սա տարածություն չունի, սա unison է համարվում, միաձայն, այսինքն առաջին ինտերվալն է համարվում, որ օրինակ եթե դոյում է, միում չի շարժվում, մնում է մի տողի վրա կամ նույն դիրքի այս պատերի մեջ, ինքը մնում է միաձայն, unison անվանում, հետո այստեղ արդեն տեսնենք, ասում է մելոդիկ է գնում, մեղեդիական, իսկ այստեղ ասում է rock is harmonic, հիմա տեսեք, այստեղ ասում է harmonic է գնում, իրար հետ, պետք է հնչեն, այսինքն հնչյունները իրար հետ, միաժամանակ, rock with the right hand, այսինքն այստեղ մեծ աջ ձեռքով է, իսկ այստեղ ձախ ձեռքով է, with the left hand, իսկ այստեղ նույն տեքստն է կրկնում, պետք է կրկնել, հիմա կփորձեմ սա, օրինակ, դիրքավորում ենք, աջ ձեռքը դիրքավորում ենք, իսկ այստեղ արդեն ձախը պետք է դիրքավորենք, ուշադիր եղեք, այստեղ արդեն պետք է դիրքավորենք 1-2 մատով, տեսեք, այստեղ 1-2 է տրված, այսինքն այդ մատերը պետք է օգտագործենք, իսկ տերցիայի ժամանակ 1-3 պետք է դնենք,
տեսեք, օրինակ եթե այստեղ ֆան ու սոլն է, այստեղ 1-ն է, այստեղ 2-ը, հետո 1, 3, պետք է այդպես տեղադրեք, հետո ցույց կտամ ստեղների վրա։ Հիմա այստեղ սկսելու ենք 4 rock is melodic, rock is harmonic, ներքևը, rock is melodic, rock is harmonic, երբ կրկնում եք, արդեն կարող եք այս տակի ձայներով երգել։ Սա էր, հետո արդեն ստեղների վրա էլ կցուցադրեմ։ Այստեղ արդեն ինչ է գնում, տեսանք, հա, duet part, այսինքն ստուդենտը պետք է նվագի 1 օկտավա վերև, 1 դիրք վերև, սա, որպեսզի ուսուցիչը կարողանա ձեզ արդեն նվագակցել։ Այսօր արդեն տեսեք, սովորեցինք հարմոնիկ ինտերվալներ, որ շատ կարևոր է, տեսեք ԵՆՍՆ-ի մասին խոսեցինք, որ նրանք միաձայն են, եւ այստեղ արդեն սեկունդայի մասին էր խոսքը, եւ արդեն մենք սովորեցինք տերցիաները։ Տեսեք, սրանք տերցիաներն են, իսկ սրանք շատ մոտ են իրար, հա, ինչպես այստեղ տեսնում եք, ֆան ու սոլը, տեսեք։ Իսկ սա ոնց որ մին ու սոլն են, տերց։ Իրանց տարածությունը ավելի մեծ է։ Միանգամից տեսնում եք, հա, ինչքան մոտ են, սրանք սեկունդաներն են։ Իսկ հենց տողի վրա, որ տեսնում եք, սա հենց միաձայն ինտերվալն է, առաջին պրիմ, որ ասում ենք, հա, պրիմա։ Այդ ինտերվալն է համարվում, որ տարածություն չունի, ինքը 1 է համարվում։ Սա էր, հիմա կանցնենք արդեն ստեղների վրա ցույց կտամ, թե ինչպես ենք նվագում։ Գտնվում ենք արդեն 14-րդ էջում, գնացինք, վերևից սկսենք վարժանքները անել, ուրեմն աջ դիրքի վրա է, գնացինք, օրինակ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, հետո ձախ ենք դիրքավորում, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, Սա արդեն վերևինն էր, կարող եք 2 անգամ կրկնել, անցանք երկրորդին, հա, արդեն պիանոյով պետք է սկսենք, աջ ձեռքը դիրքավորում ենք, այսպես օրինակ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, Սա մենակ աջ ձեռքի համար է, որովհետև ձախ ձեռքում դադար է։ Անցանք հաջորդին, սա մեզոֆորտե է, արդեն moderately loud, ինքը մատը չափավոր պետք է նվագենք, այդ թասկետ, այսինքն այս ջազային երաժշտությունն է, ուրեմն ձախով, աջ ձեռքը դադար ունի, տեսեք ինչ ենք անում, այսպես, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, Սա էլ արդեն այդ թիսկետը թասկետն էր, անցանք արդեն հաջորդ էջին, 15-րդ էջին, այստեղ արդեն հարմոնիկ պետք է նվագենք, ուշադիր եղեք, այստեղ արդեն տեսնում ենք մեր դիրքավորումը, սա հնչում է հարմոնիկ, տեսնում եք, սա արդեն մեր տերցիան է, սա սեկունդան, սա պրիմն է, հա, գնացինք, օրինակ, հաշվում ենք այսպես, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ձախը, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, իհարկե կրկնում ենք 2 անգամ, սա ձեր մատերի համար է լավ, որպեսզի ուժեղացնեք մատերը, եթե ունեք մի անգամից կարող եք վերցնեք, սա հեշտ է, այս մատերով վերցնելը շատ հեշտ է, անցանք արդեն rocking intervals, հա, դրանց վերաբերվում, աջ ձեռքն ենք դիրքավորում, գնում է արդեն մելոդիա, մեղեդիական է գնում, 4-րդ մատով է տրված, որ պետք է սկսենք, գնանք, հաշվենք, եկեք դանդաղ նվագեմ, որպեսզի ձեզ հասանելի լինի, օրինակ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2,
հատվածում տեսնում ենք արդեն, հա, նվագակցումը շատ հեշտ է, կարող եք մի դիրք վերևից նվագել, հա, ստուդենտին է վերաբերվում, իսկ ուսուցիչը կարող է այստեղ արդեն ձեզ նվագակցել, շատ հեշտ է, երկու մատներով, տեսեք, տված է right hand, left hand, Եվ այսպես շարունակ, բայց ինքներդ կարող եք նաև մեկ ձեռքով տեսեք, օկտավաներ է գնում, երգեք կամ նվագեք չեմ ուզում երկարացնեմ ավելի դասը, որ չհոգնեցնեմ, սա արդեն կարող եք ինքներդ մտածել, ոնց եք ուզում դասը կրկնել անընդհատ։ Շնորհակալություն, որ ինձ հետ էիք մինչև վերջ, կհանդիպենք արդեն հաջորդ դասին, կսկսենք 16-րդ էջից։ Շնորհակալություն, հաջողություն։